Այս պահին տեսակապով կզրուցեմ Արաբագի հետ Հայկ Քոչարյանի հետ, պարոն Քոչարյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար, բարի երեկո։ Բարի երեկո։ Ձեր կարծիքով ինչու Իսրայելը գնաց կտրուկ իրավիճակի սրման, իհարկե մի քանի շաբաթ արդեն նման նախանշաններ կային, քանի որ Իսրայելը պահանջում էր բոլոր պատանդերին հետ վերադարձնել եւ այլ պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչին Համասը չէր համաձայնվում, եւ հիմա գնում է նման իրավիճակի սրացման, ինչու սա ուր կարող է տանել։ Իրեք խնդիրը լարվում էր, բայց կոնկրետ այս դեպքերին երեկվա հարձակմանը եւ մասսայական ռմբահարմանը նախորդեց հայտարարությունը, որ Կահիրեում բանագնացների բանակցությունները տապալվել են եւ չի հաջողվել գերիների հարցով քննարկում ունենալ եւ համաձայնության գալ, ինչը ենթադրում էր, որ կհաջորդի նաեւ էսկալացիան փուլը եւ արդեն Իսրայելից ունենք հայտարարություններ, որ էլ չի լինելու ոչ մի բանակցություններ, այլ հրթիռների տակ եք փորձելու պայմանավորվենք եւ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն, այստեղ այս իրար հետ կապված են եւ կապված են նաեւ ոնց որ միշտ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող եւ Սիրիայից Իսրայելը Համասից հակամարտության սրացման փուլում էլ տեսանք եւ ընթացքում օգտագործվեց, հենց լարվում է Իսրայելում ներքին քաղաքական կյանքը, իսկ դա վերջին մի ամիսներում շատ լարված էր կապված Նետանյահուի նոր մեղադրանքներ եւ հատուկ ծառայությունների տարբեր թևերի միջև լարվածությունները եւ վարչապետի աշխատակազմի հետ, վարչապետի հետ հարաբերություն, այսինքն սա ենթադրում էր, որ մի ինչ որ հնարավոր սցենարներ կարող են լինել։ Եվ այդ պատճառով շատ փորձված սխեմայով ենք տեսնում, որ շարժում է Նետանյահուն, այսինքն գնում է Համասի դեմ ավելի ռադիկալ կոշտ քայլերը շարունակելու։ Բացի ներքաղաքական տրամաբանությունը, կա արդյոք արտաքին քաղաքական շերտ այստեղ, որովհետև իրավիճակը կրկին ապակայունանում է, հարյուրավոր զոհեր են լինելու եւ այն հրադադարը, որը ձեռք է բերվել, իջիկ է դառնալու։ Գիտեք, դա արտաքինը, սա պետք է հիշենք, որ Տրամպը շատ էր կարևորում է զինադադարը եւ սա Նետանյահուն իր դիրքերը բանակցային մի քիչ փոխում է նաեւ էլի աշխուժացնում է խոսակցությունները եւ սա առիթ է ստեղծում նաեւ նորից Միացյալ Նահանգներին ներգրավել այս խնդրի շուրջ։ Տարածաշրջանում տեսնում եք լարվածությունը Սիրիայում ինչ է կատարվում, սիրիական փոքրամասնությունների հետ կապված այդ անցած շաբաթվա լայնածավալ սպանությունները տեղ ունեցան, Ալավիների ջարդերը եւ որոնք որ շարունակվում են տարբեր լուրերով համաձայն եւ ընդհանուր այդ պատկերի մեջ տեսնում եք, որ Իսրայելը ինչի մասն է խոսում, որ պահում է պուլսը, ձեռքը պուլսին եւ վերահսկում է այդ անվտանգային միջավայրի իրենց սպառնացող հարցերը, կարող է շատ իսկ որքան էլ դա ոչ մարդասիրական չի, բայց իր պետության շահերի տեսանկյունից շատ կոնկրետ քայլերով ստեղծում է հնարավորություն չի թողնում ստեղծվեն այնպիսի օջախներ, որոնք կարող են վաղը խնդիրներ առաջացնել։ Դա համար արտաքին տարածաշրջանային միջավայրը սա է, որ Իսրայելը իր ուժի դոմինանտությունը պարբերաբար ցույց է տալու եւ փորձում է ցույց տալ։ Եվ նաեւ Համասի հատվածում գործողությունները կարող եք պրոյեկտել նաեւ մտածել, որ սա ուժի դեմոնստրացիա է նաեւ այլ հատվածներում հնարավոր լարվածության պարագայում Իսրայելի ռազմական ուժի կիրառության, որտեղ կան պրոյեկտներ, որոնց մասին խոսում են տարածաշրջանում, տեսնում ենք դրուզական համայնքն է հայացք նետում Իսրայելին, ալավիական կողմից եղավ նամակներ Իսրայելին անվտանգության գոչի, այսինքն Իսրայելը դառնում է այդ նոր ձևավորվող անվտանգության ճարտարապետությունը, որ Մերձավոր Արևելքում շատ կարևոր եւ թելադրող պետություն է, այստեղ արդեն հաջորդ փուլին է պատրաստվում տարածաշրջանի վերադասավորմանը։
Սրան զուգահեռ պարոն Քոչարյան, Միացյալ Նահանգները ռազմական օպերացիա են սկսել Եմենում հութիների դեմ եւ անգամ Թրամփը անուղղակիորեն սպառնում է Իրանին, ասելով, որ եթե հութիների կողմից նորից հարձակումներ կամ պատասխան գործողություններ լինեն, դա նրանք կհամարեն Իրանի կողմից գործողություն։ Արդյոք Եմենի դեմ Միացյալ Նահանգների ռազմական օպերացիան եւ Իսրայելի ակտիվացումը Գազայում ընդհանուր ինչ-որ տրամաբանության մեջ են, ինչ կապ ունեն իրար հետ։ Իրեք նույն տարածաշրջանին բոլորը կապված են իրար հետ, հութիները ինչ էին անում, փաստացի պարալիզացրել են Կարմիր ապրանքաշրջանառությունը եւ ամբողջ ընթացքում միակ ուժները, որ շատ կտրուկ արտահայտվում էր Իսրայելի դեմ եւ փաստացի իսրայելական կարմիրծովյան նավանգիչները շարքից, այսինքն դարձել են անպիտան այդ տեսանկյունից, որ ապրանքաշրջանառությունը ընկել էր կտրուկ եւ ստեղ միջազգային առևտրափոխանակման տեսանկյունից շատ կարեւոր է հութիների մեկուսացումը, որ չխանգարեն կարմիրծովյան առևտրին, այսպես ասած, հայտնի են տվյալներ, թե համաշխարհային ապրանքափոխանակման որ տոկոսն է անցնում Կարմիր ծովով եւ Սուեզի ջրանցքով, համար ստեղ այս տրամաբանությունը կա եւ փաստացի լարվածությունը, որը երեք ռազմական փուլի վերսկսումը տեղի ունեցավ Համասի հանդեպ Իսրայելում, ստեղ հութիները միակն են, որ միշտ ասում են, որ մենք ռազմական հարվածներ կշարունակենք Իսրայելին, եւ այդ տրամաբանությունը կա, որ նաեւ ստեղ թույլատրել հութիների ռազմական հնարավորությունները, բայց պետք է մի բան էլ արձանագրել, որ այդ երկիրը եմենական հատվածը, որտեղ հութիներն են, անընդհատ ռմբակոծվում է եւ դժվար է ասել, որ այն ինչը որ վերջ շրջանում անում է Միացյալ Նահանգները, կտրուկ փոխելու է հութիների վերաբերմունքը իրենց որդեգրած ուղուն։ Իսկ Իրանի կա գիտակցում, որ վերջի այդ շիական առանցքի վերջի կտորն է մնում ստեղ, որտեղ դեռ Իրանը կարող է ազդեցություն ունենալ, միգուցե նաև այն նամակագրությունը, որը որ տեսանք տեղի ունեցավ Տրամփ եւ Իրանի առաջնորդներ, սա էլի բանակցային դիրքերի դիրքավորում եւ նոր քարտերի ձեռքբերման, այո, սա ընդհանուր իրար հետ փոխկապակցված են, որտեղ դա չկա առանձին հութիական խնդիր, չկա առանձին համասյան խնդիր։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։